Ինչից մենք խոսացենք, որ ինչ կնարկեցինք։ Փորձեցինք նախ սկզբանը ունենալ դիրքորոշում մտածել հասկացություններով։ Այսինքն կատեգորիալ վերաբերմունք ունենալ եզերքի նկատմամբ և չմտածել, որ դա ընդհանրապես բառ է։ Հասկացանք նաև, որ դա մի ամբողջ եզերք է։ Չի կարելի դյուզնիսկ նայնգել բառի բովանդակությունը, որովհետև կունենաս փոքր շեղում, իսկ այդ փոքր շեղումը քեզ կտանի մի այնպիսի տեղ, որ երբեք չերիրել մտածում ունեն, իսկ քո ամենասարսափելի մղձավանջի մեջ, որ կարող ես այդտեղ հայտնվել։ Սա հոգեբանության մեջ նաև կոչվում է փոքր շեղման հոգեբանություն։ Ամեն ինչ սկսվում է փոքր շեղումից։ Հացը և դա լինի տնական շեղում, բայց բոլոր դեպքերում։ Ինչ է կետը։ Կարող ես երևակը գիտես երկրաչափությունից հիշումից։ Ինչ է կետը։ Կետը։ Կետը մասնիկ չէ։ Կետը հարթության վրա էլ չէ։ Կետը ես հիմա կարծեմ ինչ է, ու կարծում եմ, որ ամբողջ բանականության ընտրողը չի բավականացնի հասկանալու համար, թե ինչ է կետը։ Ես էլ չեմ հասկանում։ Բայց ասում եմ, որ կետը անսահմանափակորեն փոքր կունդ է։ Անսահմանափակորեն փոքր կունդ։ Բայց կախված ինչի համեմատես Կետ, այդպիսի բան եզերքում չկա աչիկ։ Դա աբստրակցիա է, վերացարկում։ Ինչ է համատ ուզում ես վերցրու։ Ուղղակի պիտի հասկանալ, որ ինչ նշանակում անսահմանափակորեն փոքր կունդ։ Կունդ, բայց որը անսահմանափակորեն փոքր է։ Դուք կարող եք պատկերացնել անսահմանափակություն, անսահմանը։ Անսահմանափակ բանականությունը չի կարող ընկալել անսահմանափակը։ Եվ դրա համար եզերք ինձ համար միշտ անճանաչելի կլինի։ Եվ մաքսիմումը, որ ես կկարողանամ նաև հայտնաբերել իմ փոքր եզերքում, իմ միկրոտ եզերքում, դա այն է, որ ես գիտեմ միայն, որ ոչինչ չգիտեմ։ Ամբողջ քո բանականության հզորությունն է։ Եթե իհարկե կարողացար հասնել բանականության այդ թռիչքին, որ ապրել է Սոկրատեսը, ինքդ էլ խորունկ կհասկանաս, որ դու ոչինչ չգիտես։ Իսկ դրա համար երկար ճանապարհ է պետք է անցնել։ Շատ եմ ցավում, բայց մի տեսակ զայրանում եմ նաև, թե ինչու այդ բառերը ես չեմ ասել, այլ ասել է Սոկրատեսը։ Կետ չկա եզերքում, աչիկ, դա իմ մտքի պտուղն է։ Բայց եթե կետը չկա, եք խոսանք իրա մասին։ Լավ հարց է։ Անսահմանափակ փոքր։ Կունդ։ Հա, կունդ։ Եթե անսահմանափակ ինչ, նա փոքր է։ Դա ես էլ եմ ասում։ Ես չեմ հասկանում դա ինչ է։ Եվ ինքը չկա եզերքում։ Ինքը վերացարկում է աբստրակցիա, որպեսզի ես սկսեմ մտածել։ Որովհետև հաջորդ քայլին ես պիտի ասեմ,
որ անսահմանափակ տիեզերքում բոլոր դեպքերում կա շարժում, ինչից է սկսվել։ Դու միշտ հարցնում ես, որտեղից է սկիզբ առել այս ամբողջը։ Ի սկզբանե էր բանը, ասում է քրիստոնեական վարդապետությունը։ Բաղուտա միակ ճշմարտությունը չէ։ Հələ միակ մի զլացիկ ու դայականին էր հարցրու, ի սկզբանե ինչն էր։ Ինքը քեզ հաստատ չի ասի, որ բանն էր ի սկզբանե։ Դու գիտես, թե տիրապետում ես բացարձակ ճշմարտությանը և միշտ պատասխանում ես իմ հարցին քրիստոնյաներ կան լսարանում, միահամուր, միաբերան պատասխանում եք իհարկե, իսկ ինչի իհարկե, ես քրիստոնյա չեմ, և դա բացարձակապես ինձ չի կաշկանդում ապրել։ Հետո դուք քրիստոնյա եք, դա ձեր ընտրություն, ինչպես ուզում եք։ Բայց եթե երևակայում ես քեզ քրիստոնյա, ուրեմն ի սկզբանե էր բանը։ Եվ ինչ է բանը։ Այսինքն դուք անսահմանափակորեն խոսքը չի բանը, մենք խոսեցինք այս մասին, դուք հələ ասում եք խոսքը։ Ի վերջո պիտի ասես բանն Աստված է։ Անսահմանափակորեն փոքր գնդից բան չհասկացար։ Ես սկզբից զգուշացրեցի, ես էլ բան չեմ հասկանում, դա աբստրակցիա է։ Իսկ որ ի սկզբանե էր բանը, սկզբում բանն էր։ Եվ բանը Աստծո մոտ էր։ Խելքի հաշվեցեք, ավելի անհետք բան չի կարելի ասել։ Ի սկզբանե էր բանը, և բանն Աստծո մոտ էր։ Դուք հասկանում եք սա չեք։ Հա, դուք հասկանում եք։ Սեղ բանը նկատի ունի Աստծուն, երրորդության մեկ որդուն, որ սկզբում Աստծո մոտ էր։ Սկզբանե էր բանը։ Այսինքն սկզբում Հիսուսը կար, որդին կար, որդին որ մոտ էր։ Չի և չի եղել ժամանակ։ Ուրեմն սկզբում որդին էր, թե սկզբում հայրն էր։ Երեքը միասին էր, հետևաբար նորից եմ հարց տալիս, ի սկզբանե էր բանը և բանն Աստծո մոտ էր, դուք ինչ հասկացաք։ Ուրեմն ի սկզբանե էր որդին, Սուրբ Հոգին և Հայր Աստված։ Ի սկզբանե էին բոլորը, ինչու էր ի սկզբանե բանը, եթե ձեր դատողության հետևենք։ Եվ ընդ որում դուք ուզում եք դատել, որովհետև քիչ առաջ երևի ասվեց, որ դուք բանական էիք։ Հա? Դա դերքին։ Եվ այդ ինչպես պիտի բանական էակները հանկարծ խոսային ոչ բանական բաներից։ Բանականություն եղավ Միխայելոտ մեկը գրեց մի հզոր աշխատություն, որը կոչվում է բանականության քննադատություն։ Եվ այդ մեկը Իմմանուիլ Կանտն էր։ Որը որպեսզի արտարացնի իրեն ու քո աչքին ճղճին չերևա, ասաց ես քննադատում եմ բանականությունը կամ սահմանափակում եմ բանականությունը, որ հավատքի համար տեղ բացվի։ Լավ է ասել, չէ՞, ափսոս էլի ես չեմ ասել։ Սահմանափակում եմ բանականությունը, որ հավատքի համար տեղ բացվի։ Այսինքն դուք հավատում եք բանականորեն։ Ոչ։ Ինչպես։ Սրտով։ Սրտով, կրունկներով, էլ ինչ-որ մի հատվածով մարմնի, դա չի կարևորը, կարևորն այն է, որ ես ոչ միայն բանական էակ եմ, և շատ տխուր կլիներ, եթե ես բանական էակ լինեի միայն։ Ես ոչ միայն ռացիոնալ եմ, այլ նաև իրացիոնալ եմ։ Եվ իմ հոգու մի զգալի հատվածը իրացիոնալ է։ Այդ նոր ժամանակների մարդն է, որ ընկավ Ֆրանսիս Բեկոնի խելքին, դե հիմի Բեկոնը այդպես էր մտածում, որ ասաց ես մտքով կճանաչեմ տիեզերքը հաստատ,
Չնայած նաև առաջ քաշեց մի շատ կարևոր բանացը։ Դու դա գիտես, ուղղակի չգիտեր, թե դա ով է ասել ու երբ ու ինչու է ասել։ Այս բանացը հնչում է այսպես. գիտելիքը ուժ է։ Սա ասվել է դեռևս 18-րդ դարում։ Այսինքն մոտ 300 տարի է մարդկությունը շարժվում է բանականության ճանապարհով։ Մենք կոպիտ ասանք կամ մեր առօրյա դարձվածքի մեջ ասանք, խելքին է զոր տվել։ Եվ որ խելքին զոր տվեց, ի վերջո ինքը ճեղքեց միջուկը, ազատեց հզոր էներգիայի միջապապաժին և լավագույնը, որը ինքը արեց, այդ ճեղքված միջուկով Հիրոսիմայում ու Նագասակիում 100,000-ավոր մարդկանց սպանեց ընդամենը մի քանի վայրկյան։ Իսկ ես հարցնում եմ, ինչու։ Բայց չէ՞ Պակետիկ չար նպատակների համար օգտագործեցին։ Ով։ Ամերիկան չարի թագավորություն։ Չարի թագավորություն չէ, բայց յուրաքանչյուր գիտություն երբ որ կստեղծվի, ինքը կստեղծվի, բայց կախված թե դա ամեն ինչ կօգտագործի։ Իսկ միգուցե բաներ կա, որոնք բայց չարը ճեղքումը նաև դրականորեն են օգտագործում։ Դե հետո պիտի օգտագործեին, մինչ այդ հələ չէին օգտագործում։ Ես գիտեմ, որ հետո գուցե օգտագործեին, գուցե, բայց հələ որ չեն օգտագործել, հələ որ Հիրոսիմայում մարդիկ են մահացել առավոտ դեռ իրենց անկողններում քնած։ Ինչպես պիտի սա մեկնաբանես, ամերիկացիներն են արել, քրիստոնյա ամերիկացիները։ Մասոն։ Ձևը, իմի պիտի բամբասան կան։ Ամերիկացիները դավասություն Մասոնները Բայց այդ իշխանների կրոնից իշխանների հետ մարդու գիտակցություն ստիպել։ Հրադառնանք մեր ոչխարներին առավել ևս, որ ես ես բաներ էի խոստացել։ Ասացի հարցերը մնա հետո։ Ինչ-որ հարցեր կան, որոնք այսօր պետք է քննարկել։ Բացի ազգի սահմանումից մենք փորձեցինք ճանաչել նաև ազգային ինքնությունը։ Իմ ժամանակը խիստ սահմանափակ է։ Ամեն մեկի հետ կապված կարելի է անսահմանափակորեն խոսել։ Անսահմանափակորեն։ Եվ նաև այնտեղ չնեղանակ իհարկե։ Ես ուղղակի ես արկանջ չէի տնում։ Դուք բարձր եք խոսում։ Ես ստիպված էի լսում։ Հա, մի երդմիր։ Քո այոն այո է, քո ոչը ոչ։ Հրաշք է ասված։ Հրաշք։ Եվ ովքեր չի երդվեն։ Զինվորները մարտից առաջ։ Թե ովքեր։ Բժիշկները չի երդվեն։ Գուցե նորապսակները։ Պետք է չի երդվեն։ Չգիտեմ, գուցե պետք է։ Ինչ-որ կուսակցականներ, լեզվամտածողություն, իսկ ինչ է կուսակցություն, գիտեք։ Գաղափարի շրջանակում։ Լեզվամտածողություն։ Վերադառնանք իմ ասած բանաձևի։ Չես մոռացել, չէ, որ ես հայ եմ, ես հիվանդ եմ, իմ ազգով, հայրենիքով, իմ նիստուկացով ու արտուպարքով և չեմ էլ ուզում բուժվել։ Ինձ ձեռք տալիս է այս հիվանդություն։ Ես չգիտեմ, թե ինչու Հայաստան ասելիս շրթունքս ջաքում է, ու չգիտեմ ինչու Հայաստան ասելիս ծնկներս ծաղրվում է։ Ես չգիտեմ ինչու է դա այդպես։ Իսկ դու ասում ես Աշոտ, բանական էակ չես,
ռացիոնալ մեկնաբանություն դու։ Ես կանխավ եմ ասում, ես չգիտեմ ինչու է դա այդպես։ Եվ քանի որ դա այդպես է, ես չեմ կարող հենց այնպես վեր գնալ ու գնալ։ Որովհետև ուրիշ տեղ հորովել չկա։ Ու ես չգիտեմ այդ հորովելը ինչու է ինձ հուզում, բայց հուզում է։ Ես չգիտեմ, թե ինչու իմ մոտ ստացվում է այնպես, որ ես իմ սեփական մոխրում, սեփական հոգին եմ խորովում, ու չգիտեմ ինչու է այդպես։ Ու գիտես, թող Աստված եղածը պահի, իսկ հետո ինչ էլ պատահի, սյուները թարերեն են գալու, գարունը թարերեն է գալու, հայերեն են գալու տարերը, հայերեն, դուք գիտեք հայերեն, չեն շարունակում կուսակցություն, քրիստոնյաները ունեն մի ուրիշ հասկացություն, իմ լեզուն օգնել է քրիստոնյաներին, ասում է կուսակրոն, իո, այդ կուսակցությունը վատ է, կուսակրոնը լավ, ինչի որ, բայց նույն արմատը չի, ինչպես? Բայց ով է ասել կուսակցությունը վատ է։ Ես ուղղակի ականջ էի տեմ իմ սերծոսակցյանը։ Չէ, թե հիմա Ջանիտես հիմա գիտակցանք։ Ուղղակի խորհուրդ ինձանից էլ հարցրեցին, դա աշխարհին է հայտնի, որ ես երթվյալ դաշնակցական եմ, բայց պարտս բերել եմ, ինձ հեռացրել եմ սակցությունից, որպեսզի ես էլ իմ մեջ գոռոզանամ, թե բա լեժդեին էլ եք հեռացրել, ինչքան վատ է որ։ Եվ ընդ որում այդ խելոք մտածող մեկին, ով ասում է տվեք ինձ ծրագրոն ուխտով դաստիարակված մեկ սերունդ, է որտեղից Գարեգին, դու այդպես էլ հիվանդ երազող մնացիր, որտեղից այդ սերունդը, և ով պիտի իրեն կերթիվը, երկպես հայտնվում եմ հիմար միջակներում, ես ունեմ իմ խնդիրների լուծմանը բանալի, կարող ենք բանալին քեզ է ցույց տալ։ Ես դիմում եմ իմ լեզվին։ Հարցնում եմ, հայոց լեզու, դու լուծում ունես։ Եվ փաստորեն բարձվում է, որ իմ մայր լեզուն լուծումներ ունի, եւ ընդ որում հիմնարար լուծում։ Հենց այստեղից էլ սկսվում է լեզվամտածողությունը։ Ես չեմ կարող որևէ Նիկոլի հասկանալ, որովհետև իսկ ինչ է նշանակում հասկանալ, կարող եք ասել։ Ընկալել, ես կարող եմ ասել ընկալել։ Ձեր կարծիքով ես քյար գլուխ եմ։ Համակարծիք լինել։ Համակարծիք, ես ասացի համակարծիք, ես ասացի հասկանալ։ Մի իր մասին նույն կարծիք։ Իսկ դու չխոսես։ Չէ, քո մասին չի խոսում։ Նույն կարծիք պատկերացումներ ունենալ։ Հասկանալ։ Մի երևույթ հասկացան։ Հասկանալ։ Վերլուծել։ Չորս գիտես, հոգեբանության մեջ նաև մի հրաշք ուրիշ ոլորտ կա, որը կոչվում է փսիխոսեմանտիկա։ Փսիխոսեմանտիկա։ Սեմանտիկան ինքը գիտությունը նշանակությունների մասին, բառային միավորների մեջ։ Իսկ այդ բառային մթերքը, այսպես ասենք, որը պարփակված է իմ մեջ, եւ առանց որի ես իմ ֆենոմենները չէի ճանաչի, մոռացար քրիստոնյա, թե ինչու պիտի Ադամը անուններ տար։ Անուն,
անվանակոչում, որպեսզի ինքը ֆիքսված ուրվագիծ ունենա, ուրվագիծ, սա առյուծը, բայց եղավ սահման, առյուծը արդեն սահմանված է և հետևաբար խիստ տարբերվում է ուխտից, չէ, որովհետև ուխտն է սահմանված է։ Հիմա դու կարող ես ինձ ասել, որ դու ունես ընդունակություն մտածելու առանց անունների, առանց իմաստների, այդպես չի լինում, որովհետև անունը, բառը, խոսքը, լեզուն, մտքի գոյության մարմինն է, ես ուրիշ կերպ միտքը չեմ կարող որսալ, միտքը համատիեզերական է, դա իմը չէ, չես մոռացել, չէ, որ ինքը իմ մեջ մտնում է, դրա համար էլ խելոքայերը մտքի արմատի մեջ դրել են մտնել վայաձևով, գլուխդ մտավ աղջի, տեսար մտավ, մտավ, ինքը կարող է այնտեղ մնալ, ֆիքսվել ու դառնալ քոնը միայն մի դեպքում, եթե դու իրեն անուն տաս, հենց դու ոչ թե Աշոտի ասած անունները օգտագործես, այլ դու անուն տաս, այսինքն գտնես քո իմաստային տարածքը, գտնես քո սեմանտիկական լուծումը, որովհետև ամեն ինչ քո մեջ ինչ-որ մի իմաստ կառաջացնի։ Եվ հետևաբար ես, դու և ցանկացած մեկը գործում ենք, ապրում ենք, գրեթե նույնությամբ ինչպես երկլեզվյա բառարան, հանդիպած կաս, թարգմանչական բառարան, որտեղ սովորաբար մուտքի մեջ գրված է ինչ-որ բառային միավոր, ասենք օրինակ ես չգիտեմ, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, գրված է բառային միավոր, երկլեզվյա բառարանը, չէ, գրված է բառ ռուսերեն, և կողքին տրված է դրա համարժեքները հայերը, և նշանակված են թվեր, մեկ, այսինքն սա այն ինչ-որ մեկի տակ է գրված, իմաստով ամենամոտն է, հետո կարող է լինել երկու, այսինքն ինչ-որ համատեքստում սա կարող է նշանակել նաև սա, հետո երեք, այ ինչ-որ մի ուրիշ համատեքստում, սա կարող է նշանակել նաև սա, չորրորդ, ինքը այսպիսի իմաստ էր ունի, բայց այս համատեքստում, և այսպես շարունակ, չէ, քանի այդ թվերը հեռանում են սկզբնական կոդից, այնքան իմաստային կապն է դառնում անուղղակի, պիտի կոնկրետ համատեքստում ասաս, ճիշտ է։ Հիմա երևակայի այդ երկլեզվյա բառարանը, որը կրում եմ ես իմ մեջ ու կրում ես դու քո մեջ։ Ինչ-որ երևույթ ներկայացնելիս, ես քեզ համար պիտի իմ ֆենոմենալ տարածքում եղած բովանդակությունները կոդավորեմ։ Կոդավորեմ քեզ համար հասկանալի կոդով։ Պարզ ասենք, քեզ համար հասկանալի լեզվով։ Ես կոդավորում եմ լեզվի մեջ և ներկայացնում եմ քեզ իմ դատողությունը։ Այն ինչ-որ կար իմ մեջ, ինքը ֆենոմեն էր, չէ, դա իմ ապրումն էր, իմ զգացմունքն էր, դա իմ միտքն էր, դա իմ ցանկությունն էր, դա իմ պատկերն էր, իմ ընկալումն էր, իմ պատկերացումն էր, խոսքով դա իմն էր, իմ սեփականությունն էր, իմ ֆենոմենը, որ ես պիտի քեզ փոխանցեմ, փոխանցելու համար ինձ ինֆորմացիոն դաշտ է, չէ, ինձ և քեզ համար ընդհանրական։ Հիմա որպեսզի ես դա քեզ փոխանցեմ, ես կոդավորում եմ դա որոշակի լեզվական միավորի մեջ։ Եվ կոդավորելիս բնականը ինձ համար, գիտակցեմ դա ես թե չգիտակցեմ, դնում եմ հենց առաջի իմաստը, որը իմ բառարանում դա է նշանակում։ Համաձայն եմ։ Բայց երբ ես քեզ եմ փոխանցում, ես չգիտեմ, թե քո բառարանում դա որ երրորդ տեղում է տրված։ Դրա համար հաճախ պատահում է, որ մենք բախվում ենք։ Կոնֆլիկտ բառը հայերեն օգտագործենք։ Բախում։ Տատս էր ասում, ինքը այնքան հետաքրքիր մարդ է։ Հոգին մաքուր էր, բայց շատ կծուր ու շատ օծի
խայթող շատ դառը լեզու ուներ։ Ինչ որ մի բան կասեր, քեզ միջև հոգու խորքը կվիրավորեր, բայց բան չի ասել, գիտե։ Հետո էլ ինքը զարմացած կասեր, «Էին ճսի որ»։ Հա, որովհետև իմ տատի իմաստային բառարանում այդ միավորը դրված էր 1000-րդ տեղում։ Հա, էին ճսի որ 1000-րդ տեղում է, բայց ինքը չգիտի, տատս չգիտեր, որ կարող է դիմացինի բառարանում դա դրված լինել առաջին տեղում։ Եվ դրա համար կա մի ուրիշ բան ազև հայերենով։ Ասում է, ես քեզ ասում եմ տանց, դու կանձ ես հասկանում։ Բա իհարկե, որովհետև տանց դա քո բառարանում է, իսկ իմ բառարանում դա կանձ է։ Այնպես որ մենք իրար երբեք չենք հասկանում։ Քանի էլ չգիտենք, թե ես ինչպես դու չես կարող դա կռահել, իսկ ինչպես եմ քո ներկայացրած կոդը ես դեկոդավորում քեզ հասկանալու համար։ Բնական է դեկոդավորելիս ես օգտագործում եմ իմ սեմանտիկական տարածքը, ոչ թե քո, այլ իմ սեմանտիկական տարածքը։ Այնպես որ երբ կխոսես ինձ զգույշ է։ Իսկ ես չեմ շրջապատող մարդիկ եմ, բայց ցավոք մենք այսպես զգույշ չենք խոսում։ Մեկ էլ տեսար լեզուն շաղ է տալիս, կենա։ Ես առանց էտել ծնունդով իմ էությամբ, իմ կոնստիտուցիայով, ես ուր պատախոս եմ, քիչ եմ խոսում, իսկ մասնագիտությունս ուղղակի ինձ դարձրեց բլառակյաց, ես չեմ խոսում, այս դասարանում է, որ դուք տեսնում եք ինձ խոսելից, իսկ եթե խոսամ, ապա շատ զգույշ կլինի, շատ զգույշ, սարսափելի զգույշ, որովհետև ես պիտի նախ ճանաչեմ քո ֆենոմենալ տարածքը, ինչ որ չափի, զգամ պիտի քեզ, շոշափեմ պիտի քեզ, ինչպես չգիտեմ։ Բանականությամբ ոչ, բանականությունը շատ է ճղճին, որ ինձ այդպիսի գիտելիք տա, որովհետև երբեմն ես ասում եմ դու ինձ խապում ես։ Յոշը, որտեղից գիտես։ Չգիտեմ, զգում եմ։ Հարց է առաջանում, ինչով ես զգում։ Քանի զգայարանում եք։ 6, 7, 9, հա, կես էտ համաձայն է։ 5 Կան մարդիկ, որ 6 ունեն, կարող է 7, 8 Բայց դիեզերքը ինքը տնբոչ չի, ես չգիտեմ պատահական է ստացվել այդպես թե չէ, գուցե պատահականությունը, բայց ցանկացած պատահականության հիմքում ինձ համար անճանաչելի օրինաչափություն պիտի որ լինի։ Որպեսզի ես չմոռանամ քանից գայարան ունեմ, ու առավել ևս որ ես ապրում եմ իմ սենսորային տարածքում, զգայական տարածքում, այնպես ինչպես ես համակարգիչ, այս պարագայում, որովհետև ես ուրիշ ինվորմացիոն հոսքեր չունեմ, բացի իմ զգայարաններից։ Դիեզերքը այդ ամբողջը տաճել է իմ ձեռքերի վրա։ Քանի մատ կա, ուրեմն 5 զգայարանից։ Կարևոր չի որոնք են։ Բայց ասում եմ մարդիկ կա, ովքեր 6-րդ զգայարան ունեն, այնպես էլ ասում եմ 6-րդ զգայարանը։ Այս հիմա իմ լեզվի հրաշքը, եկեք այդուտեն հաշվենք։ Ա, կամ այբ, բեմ, կին, դա, եջ, զա, զ, կալ, ինչ ես լսում, զյով եկա, զ կալ, զգալ, այսինքն եկա որ երորդով, 6-րդով եկա, դրա համար հայերենում զգացողություն հենց դա է նշանակում, զգալ, ես զգում եմ, ես քեզ սիրում եմ, որտեղից գիտես, զգում եմ, ինչով, ինտուիցիայով,
Դե դուք բանական էակներ եք, չէ, ասեք ինչով։ Այդ ինչով ես դու զգում։ Սերտով ենթագիտակ։ Ջանս ցանկացած բանականություն, եթե բացի այդ սիրտը, ինքը կտեսնի քարախոս օրգան, ճիճիճիճու լելելուլու։ Որը ունի իրենից դուրս եկող աորտա եւ այլն, կարոտից զարկերակներ, խրձեր, ավտոնոմ նյարդային համակարգ, որը ինչերս քեզ ասեմ ամենաալարկոտ օրգանն է իմ օրգանիզմում, ամենակիչն է աշխատում, բայց ինձ միշտ թվում է, թե ինքը անընդհատ աշխատում, ափսոս այդպես չի, հիմա ինչով եք դու զգում, 6-րդով ասում էին լեզուն, հրաշք, սա լեզվա մտածողությունը, զգում և հասկանում է, իսկ ինչ է նշանակում հասկանալ, Ես չխոսամ։ լսել եք, ապա տեսնամ, Հասկանալ, այսինքն հասկ դառնալ։ հասկ տաղնալ, մեկնաբան եք, ինչ է նշանակում հասկ, դու գիտեք ինչ է հասկը, Սորենի հասկ։ դու կարող է կարող լինել, ինչ-որ բաների, հասկ, ինչպես է դա ստացվում, այս սա է հոտն ու համը, եթե դուք սա չեք ասում, ես չեմ հասկանացած, համակարծիք չեմ, Ձերնողի մեջ, մերվում է վերածվում։ սպասի, որ հողի, Մայր հողի։ դե ասանք պարարտ, հողը պիտի պարարտ լինի, դու ինձ պատկերացրու հիմա որպես ռանչպար, եթե ուզում եմ հասկ ստանալ, ինչ պիտի անեմ սկզբից, Հող ունենած։ պիտի Հող ունենած։ ռանչպար եմ անեմ, վերջը հողը ես պիտի պարարտացնեմ, իրեն պիտի դարձնեմ պարարտ սկզբում, հետո պիտի ունենամ ինչ, հատիկ, մի հատ, այդ հատիկը, հատվածը, այդ հատիկը պիտի տնեմ իմ պարարտ հողի մեջ, հետո պիտի խնամեմ հատիկ, ջրեմ, պահպանեմ, հողը փխրեցնեմ, հետո սկսում է ծրել։ հետո սկսում է ինքը ծլել ծիլը դուրս է գալիս հողից, ես ինչ եմ անում, ելի եմ ջրում խնամում եմ ծիլը, որպեսզի այդ ծիլը դառնա հողուն, որպեսզի այդ հասկ ապրես, և դրա համար քեզ հասկանալը ինձ համար շատ դժվար է, և ժամանակ է պահանջում։ Մի բան ասում ես հասկացար, հետո ասում եմ մի երկրոր ասում են աշոտ, ասում էիր հասկացար, ես այդ չի պատահել, երևի ամեն կարելա փոխի, դրա համար պետք է համբերատար լինել։ Հետո ցողում, իսկ հետո ցողումի վրա հասկ, բայց հասկը հələ դեռ հատիկներ չի, հələ պետք է հասկն էլ խնամը, որպեսզի այո, հասկը իր մեջ բովանդակավորվի, ինքը մարմին ստանեց, հասնի մի այնպիսի տեղ, որ ինքը արդեն դարձել է հատիկ, բայց ոչ այն հատիկը, որը դու գցել էիր, այդ հատիկը էլ չկա, ինքը բացացվել է, ինքը լուծվել է հողի մեջ, դարձել է արմատ, հիմա այստեղ նոր հատիկները և ընդորում տարբեր որակ, այն հատիկը, որը դու ցանել էիր, դա սերմնացան հատիկ է, դա բերք տվող հատիկ է, հիմա այս հասկի մեջ և այդպիսի հատիկներ կա, և հատիկներ կան, որոնք պետք է աղալ, որպեսզի հաց դառնա, և հատիկներ կան, որոնք կարելի է անասնակեր սարքել, այսինքն ինքը բազմատեսակ է, հասկը բազմատեսակ է, որովհետև երբ որ ես քեզ հասկացա, ես գիտես քանի տեսակի քեզ կհասկանամ, համ այս կողմից, համ այն կողմից, համ վերևից, համ ներքևից, ես հասկացել եմ քեզ։ Ու նաև հատիկ, որ հետագային հերիցանես։ Իհարկե հատիկներ, որոնք արդեն ես կարող եմ ցանել, բնական է, այո, ասա նշանակում է հասկ։ Հիմա այս խելոք շատ սովորական, բայց մի ամբողջ արարչագործական բանաձև արտահայտող գործողությունների շարքը
Մենք հայերս դրել ենք հասկանալ բայի հիմքում։ Չշտապես հայտարարել, որ դու ինձ հասկացել ես։ Սա կոչվում է լեզվամտածողություն, սպասի, նախ առաջին հերթին, ողդ պարարտ սարքի։ Սպասի, որ այդ հատիկը կցանվի, հատիկը ցանել են, նոր քցել են, ասում է հասկացա, լսի ընկեր, դու նոր ես ցանել, մի քիչ չամբերություն ունես, հələ թողիկ, ինձ ժամանակ դուր, չէ ասա, որ դու ինձ հասկացա, ասել, բա հետո, բա որ այդ հասկը չէ բա, հետո ինչ ան։ Արդյոք դավելի ինչքան դու ծանում ես, ինչն եմ ծանում, ցավոտ, բա որ չծանեմ, համը որտեղից գա։ Դու քցել ես այդ ամբողջը, թույլ չես տալիս, որ ես այդ հասկը ձևավորեմ, դու վաղս վարվում ես այդ։ Դաժան ես վարվում, անարդար, թույլ չես տալիս, ստիպում ես, որ ես քեզ հասկանում, առավել երբեմն հայտարարություններով ես հանդես գալիս, դե հասկացեք ինձ իու, իհով զարլավնիկ ես հասկանում, ճիշտ չի, իսկ ինչու ես պարտավոր եմ ինձ հասկանալ, իգուցե դու ես պարտավոր ինձ հասկանալ, լավ ինչ շունն ես ատկել քեզ հասկանալ, հա որդի, չէ որ դու իմ հայրն ես, Heç մտքովս չեր անցել, որ դա բավական լուրջ փաստարկ է, ես երբեք այդպես չէի մտածել։ Իսկ ինձ ով պիտի հասկանա, որդի, հա? Չէ, ապրավ չես վարվում ինձ հետ։ Հիմա կուսակցություն, իսկ ինչու է ինչ-որ մեկը կուսակրում։ Նախորդ բառարմատում ույս հայերենում նշանակում է կողմ։ Կարելի է մեկնաբանել նաև որպես կուսական վիճակ, մաքուր վիճակ, անարատություն, ամպից վիճակ, զուլալ վիճակ, կուսական բնությունը, ինքը ոչնչով աղտոտված չի։ Քահանան, երբ կուսակրոն երդում է տալիս, մի անգամից կարկում են վեղա և թույլ են տալիս վեղար կրել, մաքրելով ճակատը և ընդորում դրանից հետո իրեն տալիս են մի ուրիշ անուն, ավազանի անունը, օհո, հանկարծ վերուսիկը դառնում է հայր սուրբ, սրբված, ճակատից ու վեղարով փակված, ինքը հրաժարվել է աշխարհիկ կյանքից, փակել են ճակատը, կուսակրոնը, իսկ ես մեկը կուսականորեն նվիրված է իր գաղափարին, գիտես դատարկ մարդը չի կարող կուսականորեն ինչ-որ բանի նվիրվել, պատկերացնում ինչպիսի պատասխանատվություն է ինքը վերցնում, նվիրվել գաղափարին և նվիրյալը, գաղափարակիր է, ինքը ունի որոշակի վարքականոն, չեղած տեղը, նստած էր տանը, մեկ էլ հանկարծ ինքը կուսակցական է, ավելի ազատ քան դու ու քան ես, որովհետև ինքը որոշում է կայացրել, վերցնել հավելյալ պատասխանատվություն է վերցնել, հետևաբար ինքը ավելի է ազատ, քան ես ու քան դու, բայց ափսոս առօրյայում քո գիտակցությունը հիմա արդեն նայնգել է, սպասի ջանիկս, ես չեմ մասնավորեցնում օրինակները, եթե մասնավորեցնենք օրինակներ, դուք իմ ամեն ասացին կարող եք բերել առօրյայից ինչ-որ մի դրվագ, որը ճիշտ կհակասի իմ ասածը։ Եվ դա լավ է,
որովհետև այն ինչ դուք եք ասում, ապացուցում է իմ ասացի ճշմարտացիությունը։ Հետևաբար մնում է մեկ եզրակացություն, դուք չեք հանդիպել կուսակցականների, լավ եղեք առաջինը, վերցրեք այդպիսի պատասխանատվություն, հանուն հայոց պետականության, որովհետև առանց դրա դուք չեք ունենա պետաիրավական հարաբերությունների մշակույթ, հետևաբար չեք կայանա որպես ազգ եւ պատմության քարոզներում գուցե անհետ կորեք, ունենալով չնայած հրաշք լեզու։ Ուրիշ ինչ էինք մենք շոշափում երեք հիշում եք, ասեք, որ մեր լեզվամտածողության տեսանկյունից ես մեկնաբանեմ, ու որպեսզի դու հասկանաս, թե ինչ է նշանակում ընկալել աշխարհը լեզվով, որպեսզի դու հասկանաս, թե ինչու ես դեմ չեմ որևէ արևմտյան արժեքի, բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ ինչ է նշանակում հանդուրժողականություն, իսկ դու ինչ է հանդուրժողականություն? Յո, հաստատ, լավ, իհարկե ես ցած, բայց հիմնավոր եք։ Ներում եմ, թե հանդուրժում եմ։ Սպասեք, մի անգամից պայմանավորում եմ։ Իմ աստվածաշնոր լեզուն չի սիրում այդպիսի մտային վարժանքներ իր հետ կատարվող։ Ու ես անընդհատ որ ասում եմ ձեր աչքին ես քյալ եմ, ես կարող եմ մայրի կրկնալ։ Ինչու պիտի ես վերցնեի երկու տարբեր երևույթների նույն անունը տալ, կամ հակառակ։ Եթե ես տալիս եմ ուրիշ անուններ, ուրեմն երևույթի մեջ ես տեսել եմ մի ինչ-որ նյուանս, նմանությունը թողնենք մի կողմ, համարժեքություն չկա, ընդ որում եթե խիստ էլ մոտենանք հայերենում նույնիսկ, հոմանիշներ չկա, դա քեզ այդպես ասել, որը ենթադրենք քաջը տա արինը, հերոսը, համարձակը, խիզախը, հա, հաստատ, ես ասում եմ աչիկ, ուշադրի ես, անիչպես է, կողար, այ կեզ կողար, անում, ասում ես, անում դիեզերքում, մի ամբողջ անում, դիեզերքում, հրաշք, և մի ամբողջ որնախոր, որը զբաղեցնում է կողարը, որնախոր, որտեղ ինքն է, հասկանում է, երբ որ մի օր կողարը չեղա, այդ որնախորշը դատավ կմնա, իսկ կմնա այցոքում, դա կախված է իրենից, իսկ ինչպես ինքը կյանքը կապրի, չէ, որովհետև այդ նույն խելոքը ասում է, երբ ես ծնվեցի, աշխարհը խնդաց, իսկ ես լացեցի, ապրեի այնպես, որ երբ մեռնեի, աշխարհը լացեր, իսկ ես խնդայի, առաջ կեր ասել, և ոչ մի բանականություն այսպեսի լուծում չէր կարող տալ, այն Արթուրի ասած սիրտը մենակ, որը կարող է ցավել, Գոհար, ես քեզ կարող եմ ասել, որդի, մի փոքր քաջություն դուրս է որ, դու հասկանում ես ինչ եմ ասում, պատկերացնում ես ինչ ես անելու, մի փոքր քաջություն դուրս է որ, ինչ-որ իրավիճակի հետ կապված, հիմա ես քեզ ասում եմ, որտեղ է քո խիզախումը, տարբեր բաները, հա, ասում եք նույնն է, բայց ես չեմ ասում քեզ արիացի, բայց կարող եմ ասել, որդի արիացի, որդի խիզախի, մի քիչ համարձակ է, քաջությունդ որտեղ, սրանք նույն բանը, իրակի չէ, ճիշտ չէ, ափսոս ճիշտ է, կամ բարեբախտաբար ճիշտ է,
Հայերենում այդպես չի լինում, սեդա։ Մի մեկնաբանեք բառը, անունը, ուրիշ անունով, որովհետև եթե այս անունը կա, արդեն ինքը իր սահմանները ունի, դուք իր սահմանների մեջ իրան մեկնաբանեք, ինչ է անդուրժողականություն։ Հələ բեր իրավիճակն է, ասենք օրինակ տատդ, պապդ, հայրդ, լավ ես, որպես ընկեր կամ հայրդ որպես, ինչպես ուզում ես ընդունում, ասում եմ սեդա, անդուրժի որդի, ինչ նկատի ունաս, այն էտ որ իրավիճակում է, որ քեզանից պահանջվում է անդուրժողականություն, ասում եմ անդուրժի, չեմ ասում եղիր ներողամիտ, չեմ ասում համբերիր, ասում եմ անդուրժիր, որդի, ինչ նկատի ունեմ, այդ ինչ իրավիճակ է, ինչպես ես դու դա ապրում, այստեղից մեկնաբանություն սկսի, ապրում ես, չէ ապրի հետո, ապրում ես, հիմա քեզ դիր այն իրավիճակի մեջ, որտեղ հորդորը անդուրժիր, հնչում է իմաստավորված։ Հանդի հետ կապ ունի։ Ինչպես։ Հանդի հետ կապ ունի։ Ջանիկ, այսպես մի փորձեք, այսպես մոլորության ճանապարհով կգնա, ապրեք դա։ Ես որպես հոգեբան չեմ կարող ձեզ կեղծել, հասկանում ես, չեմ կարող կեղծ լինել։ Իսկ եթե դու չես ապրում, չես կարողանա հարցից։ Իսկ իրավիճակ ուտե որ քեզի ինչ որ բան դուր չի գա, բայց ստիպված ես ապրես։ Այդ իրավիճակում։ Սպաս։ Ես ընդունում եմ դա, իսկ դու ուզում եմ ասել, որ իրավիճակը այնպիսին է, որտեղ ներգործությունը քո նկատմամբ ակնհայտ բացասական է։ Այսինքն քո ուժերից վեր ինչ-որ բացասական։ Ակնհայտ բացասական է, դրա համար ասում եմ հանդուրժի։ Այսինքն քեզ ճնշում եմ, քեզ ցավեցնում եմ, քեզ նեղում եմ, բայց սուսուփուս չէ հանդուրժողականության։ Ես ասացի սուսուփուս, էլի փոխում ես անունը, և տանել, չէ, ասում եմ հանդուրժիր, շարունակի իրավիճակը զարգացրու, քեզ ճնշում են, բոլորս ենք համաձայն արդյոք, որ հանդուրժողականությունը ինձանից կպահանջվի այն դեպքում, երբ իրավիճակի մեջ ես գտնվում եմ բացասական ներգործությունների տարածքում, չէ, մտածենք հետո, ապրանք հետո, համաձայն ես, չնայած այստեղից մի անգամից այդ թոլերանտություն կոչվածի, Դրական դեպքում արդեն ներդարձ։ Բացի թոլերանտ, դրական ազդեցությունը ինչ է հանդուրժեց։ Հանդուրժիր, այդ նշանակում է նա, ով ինձ ասում է Աշոտ հանդուրժիր, ինքը գիտի, որ Աշոտը գտնվում է այնպիսի գործոնի ազդեցության տակ, որ դա կարող է Աշոտին խեղել, բայց ասում է հանդուրժիր։ Համաձայն ես սրա։ Համաձայն չես ասա։ Համաձայն ես։ Բայց Աշոտի մոտ պիտի հարց առաջանա, առաջի հարցը, որը առաջանում է քո մեջ, որն է, մինչև այսինքն ժամանակային գործոն եմ տնում։ Առաջինը, որ ես պահին, երբ քեզ ասում են հանդուրժի, առաջինը, որ ներսիցդ գալիս է, ինքնաբերաբար, ինտուիտիվ, իրացիոնալ։ Հարցը ծն, ինչքան հայրիկ, ժամանակային գործոն դրեք, ինչքան հանդուրժը, որպեսզի ես կարողանամ իմ ներուժը համաչափ բաշխել, որ կարողանամ նաև չխեղվել, լավ, ինչքան, այսա շատ կարևոր ու շատ իմաստավորված հարց, ինչքան, դե բնական է այնքան, մինչև դուք այդ գործոնը կամ կհեռացնեք ինձանից, կամ ինձ կհեռացնեք այդ գործոնի ազդեցության տարածքից։ Կամ գուցե կադապտանան։ Ադապտացվեմ խեղող գործոնի, հա, սպասեք, այսպես հնարավոր է ոչ թե հարմարում, այլ իմ հարմարողական ներուժի վատնում, որովհետև ես շատ
ջանքեր պիտի գործադրեմ հարմարվողականության պարագայում ի վերջո այդ գործոնը ինձ կխերի, որովհետև ցանկացած պարագայում ինձ ցավում է, ես ասում եմ ինձ ցավում է, դու ինձ ցավեցնում ես կամ ֆիզիկապես կամ հոգեպես, իսկ ես քեզ ասում եմ ինձ ցավում է, իսկ ինձը ցավ է, ցավը որպես ֆենոմենալ ապրի, խոսում է այն մասին, որ իմ ամբողջականությանը ինչ-որ բան սպառնում է, ցավի ֆենոմենը սա է, և տիեզերքում ցավը տրված է միայն դրա Նախազգուշական հարցակ ինչի մասին, որ ամբողջ, որ ոչ թե վտանգի, այլ որ կա այնպիսի գործոն, որը սպառնում է կոնկրետ երևույթի ամբողջականությանը, այդ դեպքում առաջանում է ցավ, և ցավը այո ազդարարում է, որ կա խեղող գործոն, որը սպառնում է քո ամբողջականությանը, ֆիզիկական, հոգևոր, բարոյական ամբողջականության է սպառնում, այսինքն դու մատս դրել ես դռան տակ ու սեղմում ես, դա ֆիզիկական ցավ է, ցավը կհասնի մի այնպիսի կապնակետի, որ ես ստիպված պիտի լինեմ փախնել գործոնից, տանել սա, հիմա ցավում է, ասում ես Աշոտ հանդուրժի, ինչու, որովհետև վիրահատում ենք քեզ այդ դմբով, մատը չենք դրել պատի տակ, այլ վիրահատում ենք, և վիրահատում են մարտի դաշտում, հասկանում ես հանդուրժի, ձենդ կծել ես գլուխդ հասկացանք, իշքան շատ խժրած ենքան վիրահատող բժիշկի գործը դանդաղ կընթանա, մի քիչ քեզ տիրապետի, հանդուրժի, չենք ասում թե համբերատար է, ինչին համբերեց, պետք է հանդուրժե, բայց ակնհայտ սպառնում են ամբողջականությանը, սպառնում են ֆիզիկական ամբողջականությանը, այդպես կարող են սպառնալ հոգևոր ամբողջականությանը, մշակութային ամբողջականությանը, ազգային ինքնությանը, հետո էլ ասում են հանդուրժի։ Եղբայր դու ակնհայտորեն բերել ես ինձ համար խեղող գործոն և ասում ես հանդուրժի, և գիտես այդ հանդուրժողականությունը ուզում է ինձ խաբել, են էլ հայից, իմ ասվածատուր լեզվով, որ այդ հանդուրժողականությունը առաքինի որակ է, հասկաց, իսկ ինչ է համբերատարությունը այդ դեպքում, և գիտես ամբողջ արևմուտքով մեկ որ պտտվես, ու ասես հանդուրժողականություն քեզ չեն հասկանում, բայց որ ասում ես թոլերանտություն, իրենք քեզ հասկանում են, սա թոլերանտ է, լավ, հետո ասում ես, իսկ ինչ է թոլերանտություն, ասում է համբերատարություն, հա, որովհետև թոլերանտություն նշանակում է համբերատարություն, հասկաց, ես իշքան գիտեմ թոլերանտություն տերմինը, հասկացությունը, այդ ես հասկացությունը, և ինչպես են կսահմանվում, կասես այդ, բավոր կոմոտ օգտագործում են հանդուրժողականություն կամ թոլերանտություն, ինչու՞ չես արդյուն դրա սահմանները որտեղից է գալիս, այդ ով է մշակել դա, ինչու է ներմուծվել, տիեզերքի ինչ դրվագ է ինքը անվանակոչում, ես քեզ ասեմ իմ ասեի, որպեսզի շփոթ չառաջանա, հասկացական խառնաշփոթ, հանդուրժողականություն տերմինը ներմուծվել է բժշկագիտության մեջ, տոլերանտություն, օրգանների տրանսպլանտացիայի զարգացման պարագայում, հիմա տես, մտածում ես Աշոտն ես ինչու է ասում, ինչ կապ ունի, և ուղիղ իմաստով տոլերանտություն իմաստի մեջ, ոչ թե բառացի թարգմանությամբ արևմուտքում քեզ կասեն, որ դա համբերատարություն է, իսկ ես գիտեմ, որ սա համբերատարությունը չէ, ես ունեմ տերին, որում աշխարհով մեկ չեն էլ թարգմանում, ինչպես կոմպյուտեր, իսկ ես վերցրել ու հասկացել եմ, որ տոլերանտությունը դա հանդուրժողականությունն է եղել և իմաստի մեջ ինքը նշանակում է օրգանիզմի անընդունակությունը, լսեցիր, չէ հա, տոլերանտությունը դա օրգանիզմի անընդունակությունն է, մշակել հակամարմին, հակագենին, Ոտքերացնում ես ինքը անընդունակությունը,
օրգանների տրանսպլանտացիայի ժամանակ ինչ են անում, եթե դուք գիտեք, ունեք ձեր շրջապատում այդպիսի մարդիկ, ովքեր պատվաստված օրգաններ ունեն, այդ հիվանդին, ում որ պատվաստել են ուրիշ սպիտակուց, հյուսվածք, չնայած որ տրանսպլանտացիայի խնդիրը, փոխպատվաստման խնդիրը բժշկագիտությունն ու կենսաբանությունն ու ֆիզիոլոգիան միջև հիմա դեռ չեն լուծել, ինքը դեռ երկար ճանապարհ պիտի քայլի։ Եվ որպեսզի այդ ճանապարհը ես կարողանամ անցնել, ընդունեմ իմ օրգանիզմին, քանի որ ես բացառիկ էություն եմ, այնպես ինչպես գոհարը, ես բացառիկ եմ անկախ այն հանգամանքից, որ գոհարը իմ մայրն է։ Ես ժամանակ առաջ եղել եմ գոհարի մեջ ներսից, չէ, որպես պտուղ, բայց իմ բացառիկ սպիտակուցային կազմով հարց է առաջանում, բահաղիության ընթացքում, կինը ոնց է պտուղը տանում աշոտ, չէ որ դա ուրիշ օրգանիզմ է, այս կինը ունի իր մեջ պարփակված մի հատուկ համակարգ, որը կոչվում է իմունիտետ իր համար, եւ այդ համակարգը իմունային չի հայտնաբերում ինձ, պատկերացնում եք, ես իրա մեջ եմ, իսկ իրա համակարգը ինձ չի տեսնում, որ տեսավ գիտես ինչ կարնի, կամ ինքը ինձ կսպանի, կամ եթե շատ հզոր եղա, ես իրան կսպանեմ, միասին կմեռնեմ, որովհետև ես օտար սպիտակուց եմ, թեկուզ եւ իմ մայրիկի համար, այդ դրա համար կնոջ օրգանիզմը մի հետաքրքիր համակարգ ունի, վերարտադրողական իր օրգանների կառուցվածքում, որ այդ քո այրունը չպտտվում իմ մեջ, այդ իմ է, դարքինը չէ, ինչ հրաշք է, որ քո իմունային համակարգը ինչ չտեսնի, բայց այստեղից վերադառնանք պատվաստմանը, եթե ինձ պատվաստեն, գտնեն համապատասխան օրգան և պատվաստեն ինձ, իսկ այդ փոխպատվաստման համար հյուսվածքը մոտավորապես մի 100 պարամետրի պիտի համապատասխանի և դրա համար է, որ հիվանդները տարիներով սպասում են այդ օրգաններին, թե այդպես հեշտ չի վերցնել և ինչ-որ մեկի օրգանը պատվաստել իմ մարմին, ես կմահանամ, կամ կմահանա տրանսպլանտատը, եթե իմ օրգանիզմը ուժեղ է, եթե թույլ է, կմահանա օրգանիզմը։ Նույնիսկ այդ 100 պարամետրերով որոշելուց հետո պատվաստում են իմ օրգանիզմին, դրանից հետո գիտես ինչ եմ։ Դրանից հետո ես դատապարտված եմ ամբողջ կյանքում օգտագործելու հատուկ դեղորայք, որը կճնշի իմ իմունային համակարգը, եթե չօգտագործեցի կմահանամ, որովհետև իմ ակտիվ իմունային համակարգը այդ հյուսվածքը վաղ թե ուշ կհայտնաբերի ու կսկսվի հակազդեցությունը պատվաստուքի և օրգանիզմի միջև, տրանսպլանտատի հակազդեցությունը օրգանիզմի նկատմամբ կամ հակառակը օրգանիզմի հակազդեցությունը տրանսպլանտատի նկատմամբ, եթե ակտիվ եղավ ես մեկը, տրանսպլանտատը կմերժվի, եթե ակտիվ եղավ ես մյուսը, ապա կմահանա օրգանիզմը։ Ահա, ամեն դեպքում ներկուսն չէ, չեն մեր, եթե օրգանիզմը լինի անընդունակ, քիչ առաջ ասացի, չէ, օրգանիզմը եթե լինի անընդունակ, մշակելու հակամարմին, հակագենին, եթե օրգանիզմը անընդունակ է, հիմա այդ անընդունակությունը ասա բժշկագիտության հասկացության, tolerant է, այո, անընդունակ է, հիմա այս ֆիզիկական օրգանիզմի փոխարեն վերցնենք տնենք իմ ազգային օրգանիզմը, կարելի է, իհարկե կարելի է, որովհետև մենք խոսեցինք ազգի, խոսեցինք ազգային ինքնությունից, իսկ դու կաս, վարկու պարքեր, լեզու, մշակույթ, ինչ ասես, իմ անկողները, հայրենիք, ամենին, և հետո հանկարծ դուք վերցնում եք ու իմ ազգի հոգևոր մարմնի վրա, իմ ազգի մշակութային մարմնի վրա, իմ ազգի հասարակական մարմնի վրա պատվաստում եք ինչ որ արժեք, որը դրսից է,
Իմը չէ, հաշվի առել եք արդյոք, ինչպիսի հակազդեցություններ կարող ունենալ, ինչպես կհակազդի իմ ազգային մարմինը դրան, հանկարծ այնպես չլինի, որ այն ինչ դու պատվաստել ես իմ մշակութային մարմնին, մերժվի ազգային օրգանիզմի կողմից, կամ հակառակը, եւ միջայլոց, ես շատ վախվորած ու անհանգստացած ու տագնապած ու սարսափած հիմա դիտարկում եմ, թե ինչպես ենք մենք կամաց սպանում մեր ազգային օրգանիզմը, տեսից, տենից, ինչ ասես պատվաստել ենք մեր ազգային օրգանիզմի վրա, որովհետև կորցրել ենք մեր լեզվամտածողությունը։ Իսկ իմ լեզվամտածողությունը ասում է այսպես. Ես սերվում եմ, որտեղից, բանություն կար, չէ, ես սերվում եմ այստեղից, եւ առավել եւս, որ հետո այդ խորհրդանշական սիմվոլիկ արտահայտության մեջ ես պիտի ասեմ, ես սերվում եմ իմ ազգային արժեհամակարգից, կարելի է։ Եթե ինչ-որ մեկը աշխարհում ասի ոչ, չի կարելի, ես պիտի հարց տամ, իսկ ինչու՞, հա, ինչու մարդի, հələ սկսած Հայքի ու Բելի ճակատամարտից, հələ այն ժամանակվանից սկսած, դուք ուզում եք ասել, որ իմ տեսակը գոյություն ունենալու իրավունք չունի, ինչու, որ ես վատն եմ, բայց ես տեսակ եմ, չէ, եւ ընդ որում իմ լեզվի մեջ ունեմ մի միավոր, ասենք օրինակ արը, գիտես արը, քո բառանյութից ճնշող մեծամասնության մեջ այս արմատը կա, եւ արարիչ Աստծո գաղափարը, որը դու տերել ես, խոսքը Քրիստոսի վարդապետության մասին չի, այլ քո հարատև արարումների, որովհետև այն, ինչ դու արարել ես, որոշ բարբառներում այդ արդյունքը հնչում է այսպես, պարի, այսինքն պտուղը արարման, մի քիչ պ հնչյունը ավելի կոշտ արտահայտությամբ, ասում ենք բարի, այսինքն արարման պտուղը, եթե պտուղները շատ են, ապա մենք հայերենում ունենք K հոգնակիացնող մասնիկը եւ այդ բարի դառնում է բարիք է դա բար է եւ դրա համար իմ լեզվամտածողության մեջ մի ուրիշ օրինակ է կա իսկ ինչպես ես վարվեմ էլի նույն արը ինչպես ես վարվեմ ասում է վարվիր բար օր ականությամբ, որովհետև օրվա իմաստը հայոց մեջ բոլորովին այլ խորհուրդ չէ, ես ինչ օրին գանք, օրը սևացավ, օրը մտնեց, օրը ճաշ դառավ աշխատանքի իմաստով, բարակ նստած ես, օրը ճաշ դառավ, այսինքն թե դու արդեն արարած պիտի լինեիր, իսկ դու բարակ նստած ես, ընկեր, օրը ճաշ դառավ, օրը մտնեց, օրը սևացավ, որդուն կորցրել է խեղճ կինը, օրը սևացավ, օրը խավարեց, եւ որդնում ենք այն մարդուն, ով մեզ բերել է բարի օրվա, այդպես էլ ողջունում ենք, բարի օր քեզ, եւ միայն օրը կարող է բարի լինել, ու հետո զարմանում, ես ինչ ես անում, օրը ցերեկո, պատկերացնում ես, ես կընդունեի այն ինչ դու անում ես, բայց դա արա գոնե գիշերը, օրը ցերեկո, ճիշտ է ինքը շատ դատապարտելի է, ինքը դատապարտելի է նաև գիշերը,
Բայց դու ախիղճ, նույն բանը անում ես օրը ցերեկով, հողանում ես օրը ցերեկով, շնանում ես օրը ցերեկով, եւ ընդ որում եթե օրը ցերեկով, ուրեմն շնությունը կլինի նաեւ ամուսնուդ այդ հարաբերությունը, որովհետեւ արարչագործ հայը օրվա մեջ արարում է, ոչ թե սեքսով է զբաղվում, այլ արարում է, միջև իջնի երեկոն, եւ հետո արարչագործ հայը ննջում է, որովհետեւ երեկո է արդ, շուտով գիշեր կա, ինքը ննջում է, այնպես, ինչպես նրանք բոլորը, ովքեր այլևս երբեք այդ վիճակից հետ չեն վերադառնում, եւ դրա համար մահվան հասկացողությունը հայոց մեջ չի եղել։ Այնպես ինչպես ինչ-որ մի ազգային միավորի մեջ կա թանատոս, մենք հայերս թանատոս չունենք թանատոս, այսինքն չկա մահվան թագավորություն, դրա համար իմ հարազատները ննջում են եւ իրանց ես կոչում եմ ննջեցյալներ, այնպես ինչպես ես եմ ամեն օր ննջում, դա շատ վախենալու բան չի է, եւ որից թաքվել է, ես արարել եմ, ես քաղել եմ իմ բար օրությունը, ապրել եմ բար օրական, հնչյունափոխված ձևով դու կրում ես բարոյական, իրականում դրա հնչողությունը բար օրականությունն է, բարիորդ ես, արարիչ պայմար, ծորի միրանով է տեսա, ամենասիրած ֆիլմը, եւ ամենասիրած ֆիլմում մի շատ հետաքրքիր դրվագ կա, երբ ջուրը ցավանում ու Գերդասվանը Միրոյի ոչնչացնում է, իսկ Միրոյին կապել են, պատահական չի հեղինակ ես մասին գրում, եւ ֆիլմում էլ դրվագը շատ լավ է, անբաց, առանցքն է, ամբողջ ֆիլմի եւ արարչագործ հայի Ասկյարը մոտենում է ու տեսնում, որ ծերունին հողն է պահում այդ ամբողջ մղձավանջի մեջ խաղաղությամբ հողն է պահում, զենք չկա ձեռքին, մոտենում է, որ պիտի սպանի, իսկ այդ մեկը անտերթվելի է, ինքը ոչ մի կերպ ցույց չի տալիս, որ սարսափում է, ինքը չի փախնում, չի փորձում պաշտպանվել, ինքը արարչական ընթացքի մեջ է, տիեզերական կոչումն է իրականացնում, հողն է պահում, Ասկյարը երերում է, վախենում է, չի կարող նույնիսկ Մոսինը ձեռքին սպանել այդ մարդուն, մտածում է, որ սա Աստված է, բայց ամբողջ այս մաղձավանջի մեջ սա շարունակում է հողը պահել եւ Միրոնը ընդդեմ պահում, մի վախեցի Ասկյար, դա Աստված չէ, դա իմ հարու պապն է, այս է հայի կերպարը, հասկացար, եւ դրա համար էլ ինչ-որ մեկը ասել է, ինձ պահ տվեք, եւ դա ասել է, անուն ազգի մարտնչող Ֆիդայի ազատամարտիկը ինձ պահ տվեք, որովհետև արարչագործ Գոհար կողմի ձեռքին պահը պիտի լինի, իսկ մյուս ձեռքին Մոսինը, որ արարածը պաշտպանես, եւ դրա համար էլ պոետը ասում է, երբ եղել ենք հզոր ու եղել կանգուն, մենք երբեք չենք տիրել, երբեք, նվաճողական պատերազմը մեր թագավորները չեն վարել,
այլ ազատագրական ու պաշտպանողական եւ դրա համար էլ քո էպոսում լեզվամտածողությունն է, չէ՞ վերլուծում։ Թե չէ։ Ֆեստիվալը գրավել Չէ, երբեք։ Ոչ մի տեղ։ Ինքը ազատագրել է, կարգել է հենց այդ տարածքում ապրող էթնոսից, կարգել է իշխանավոր եւ հեռացել զորքով։ Եվ դրա համար էլ իրեն մեծարել են ու խոնարհել են, որովհետև արտարամիտ է եղել, երբեք չի ստրկած, երբեք չի թարանալ, երբեք ուրիշի ստեղծածը չի վերցրել։ Դրա համար էլ ի վերջո տվեցին արքայից արկատիտ խոսок։ Եվ քո էպիկական ստեղծագործության մեջ է հացն ու գինի տեր կենտանի եւ խաչը պատերազմի, որ բազմել է իմ աջ ձեռքին։ Սարսափելի պատերազմ, ապրիլյան ահասարսու օրերին, այսպես է հնչում լրատվության մեջ, ու գիտես, այս հնչողությունները քեզ խեղում են, վախեցնում։ Պատերազմից պիտի վախենալ, հատեր համարել ասում է երեխեքին ճիշտ է թող ծառայեն, բայց ոչ առաջնակցում, այ կերնիկ, եթե պիտի ծառայի, իսկ ինչու ոչ առաջնակցում, դե գիտեք ենթակ սարսափելի պատերազմը, պատերազմը սարսափելի չի լինում հայի մտածողության, հիմա սեդան կասի բայց առօրյայի, որպեսզի դու դա չասես, ես օրինակը բերեցի, ցանկացած լրատվամիջոց միացրուք, տեսնա, իրենք քեզ անընդհատ վախեցնում են պատերազմով։ Իսկ Դավիթը գիտեր, որ անիծված է պատերազմը։ Բայց եթե անխուսափելի է, ուրեմն օրհնված է պատերազմը։ Լավ է ասված։ Եվ պատահական չի, որ են սուրը, որով ինքը պիտի պաշտպանել իր հայրենի հողը, ի նշան խաղաղության, ինքը մտցվել է քարի մեջ եւ հենց այդ սուրը դարձել է խաչ, ու ինքը աղոթք է մրմնջացել, թե ինձ բախ տվեք, ես չեմ եկել ձեզ սպանելու, ես արարի չեմ, ես արարող եմ, ես ստեղծող եմ, այ ես այստեղից եմ սերնում աչիկ, այս արժեհամակարգից։ Իսկ եթե ինչ-որ մեկը այս արժեհամակարգից չի սերվում, կամ իմ ազգային արժեհամակարգից չի սերվում, իմ լեզուն մի հետարքիր միավոր ունի, որը ինքդ կասես հիմա։ Նա ով սերվում է իմից, յուրային է ինձ համար, իսկ նա ով սերվում է այլից, դու համարժեքն ասա, օտար չէ, թշնամի էլ չէ, այլից է սերվում, այլազգի չէ, այլից է սերվում, ես ունեմ մի հրաշք ինք, երկիր, ուրիշ միավոր կա, ես չեմ վիրավորում, ես ասում եմ, սերվում ես իմ արժեհամակարգից, իմ հողից ու քերից ես ծիլ տվել, ուրեմն սերվում ես ինձնից, օտարացի, ուրեմն արդեն ասել եմ, եթե սերվում ես ինձնից, դու իմն ես, իմ այրումն է հոսում քո մեջ, իմ լեզուն է քո շուրթերին, իմ մշակույթն է քո մեջ, մենք իրար հետ հայերեն ենք խոսում, եւ իմ ու քո գարունը հայերեն է գալու, գոհար։ Իսկ նրանք ովքեր ոչ, ես չեմ վիրավորում, ասում եմ ուղղակի այլա սերված եմ։ Որ արժեհամակարգով, թող բա արևմտյան, սերս, կարող ես նաև արևմտյան, բայց ես քեզ կոչում եմ այլա սերված։ Վիրավորվեցիր, դե վիրավորվեցիր, որովհետև դու առաջագործ հայ չես, իսկ ես չեմ ուզում քեզ վիրավորել։ Ես ասում եմ, ես սերվում եմ այստեղից, դու սերվում ես այլից։
Ինչ կա այդ զարմանալի։ Վիրավորվում ես, դա քեզ նեղում է, էս ելնի իմից։ Եվ մենք կրնենք յուրային։ Սա լեզվան մտածողություն է։ Ես այսպես եմ մտածում, այսպես եմ ճանաչում աշխարհը։ Ու երբ նեղն եմ, միշտ հարցեր եմ տալիս իմ լեզվին։ Իսկ ինքը զարմանալիորեն շատ լուծումներ ունի։ Ցանկացած տեղ լուծում ունի։ Ամուսնություն լավ, նաև նայնգել են ինձ։ Առավել ևս իմ լեզվի պարագայում, որ բացառիկ կերականություն ունի, բացառիկ կերականություն։ Եվ այդ բացառիկ կերականության մեջ չկա սեռի ընկալում, այսինքն ես աշխարհը սեռերի չեմ բաժանում, չէ։ Եթե թուրքերեն կասես Անա պրիշլա, հասկանալի է, որ եկավ էկը կամ կինը եկավ, իսկ ես ասում եմ նա եկավ, ով եկավ սեռը, ինձ չի է դարձում, առաջարկորդ հայը եկավ, մարդը եկավ, ասում եմ շուտ դա կին է, եղբայր հենց որ իրավիճակներում հա, գուցե, բայց այս իրավիճակում նա եկավ և ամբողջ աշխարհում ինձ համար կա մի կին, այսինքն կա մի մարդ, որի սեռը կոնկրետ հարաբերության մեջ ինձ համար կարևոր է և ով է այդ մարդը? Հոգին։ Այո, այդ մարդը ինձ համար ունի սեր։ Իսկ մոր դեպքում սեր չունի իմ մայրը, աչիկ, դա իմ մայրն, ես չեմ նայում իմ մորը որպես ворց։ Աստված չանի, դա այժնապեղծություն է, ինքը իմ քույրն է, սեր չունի քույրս։ Ինքը իմ ֆակուլտետի դեկանն է, ինքը ինձ համար սեր չունի, բայց որ նայում ես ֆիզիոլոգիաը դեկին է, Աստված չանի ես այդ դեկանին նայեմ որպես տղամարդ, ինչ ես կարծում, ես կայլասերվ եմ, որովհետև ես սերվում եմ իմ արժե համակարգից և ինձ համար կյանքը ապահովողը միայն մեկ մարդ է, կինը իմ, որը կյանքի հնչյունափոխված տարբերակն է։ Բայց ես ունեմ նաև մի քանի երիտասարդներ, ворցեր, ովքեր շատ եմ լսել ու միշտ փշաքաղում, ծիծաղում եմ երբեմն։ Հանդիպում եմ երկու հայ տղա, շատ հետաքրքիր է։ Այսքան բանից հետո ձեյեք վարտապետ ու մի խենթարի, բարև կյանք։ Ասում եմ ընկեր, դու չես վիրավորվում, որ ընկերդ քեզ կյանք է ասում, նա ինչի պիտի վիրավորվեմ ընկեր Հակոբյան, դե ասում եմ, որտեղ ինքը ասում է բարև կյանք։ Ինչ է ուզում ասում։ Այ ապրես, շատ լավ դիտարկում եմ, ուղի վերջացանցը, ճանիկս, այս այր նշանակում, քիչ առաջ խոսում էինք անդուրժողականությունից, և ինչքան կարող եմ ես անդուրժել, ինչքան ուղի վերջացանց, հայերենում, չկա աչիկ, դա խապել են քեզ, որովհետև դու ուսանող ես, ոչ թե ուսանողուհի, այլ ուսանող, իսկ ես դասախոս եմ, իսկ ինչու էք դասախոսին չես ասում դասախոսուհի, որովհետև ինչ է, անսովոր է, թե ինչ է, ինչ-որ երևույթների, որ կպել է, ասում ես հա, դե լավ է, այսպես կպել է, ինչ-որ ներտաշնակ է հնչում, բժշկուհի, բայց ոչ ինժիներուհի, ինչի որ, չես տեսնում, որ այստեղ նենք բան կա աչիկ, քեզ նենգել է,
Մենք չունենք սեռի գիտակցում։ Չի կարող լինել ընկերուհի։ Դա ընկեր է, որովհետև եթե ընկերը ինձ համար սեր ունի, արդեն ընկեր չէ։ Արդեն կամ ինքը իմ կնիկն է, կամ ուրիշի կնիկն է, ես շնանում եմ։ Իմ լեզուն է այսպես մեկնաբանում, ես մեղավոր չեմ։ Կա պատգամավոր, բայց ոչ պատգամավորուհի։ Կա նախարար, բայց ոչ նախարարուհի։ Բայց արմանալիորեն ուսուցչուհի լիքը։ Ինչի՞ որ։ Չեք հարցնում ցեզ ինչու։ Մեր շատ են։ Չէ, որովհետև ուհի այդ վերջացանցով նա ընկերն է մեր գիտակցում։ Ինքը չէր կարող լինել։ Որովհետև դա նկարիչ է, ոչ թե նկարչուհի։ Հակառակ դեպքում կարող է լինել քանդակագործուհի, ճարտարապետուհի, շինարարուհի, վարորդուհի։ Ինչի՞ չէ՞ որ։ Սա վարորդը, սա վարորդուհի։ Չի մտնում